Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես պետք է խոսեի ավելի շատ Վահագն Ալեքսանյանին, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուի կարևոր որակումների մասին, որի մասին մասամբ նշեց Վահագն Ալեքսանյանի ներկայացնող մեր գործընկեր Արուսակ Ջուլհակյանը, բայց ես էլ կարող էի բան ավելացնել, որովհետև Վահագն Ալեքսանյանը պատգամավոր դառնալուց հետո ներգրաված եղել Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովի աշխատանքներում մինչև հիմա, մինչև ամսի 2-ը, եւ եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակության անդամ, եւ մենք Արուսակ Ջուլհակյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ բազմաթիվ ճանապարհ ենք անցել եւ այդ ճանապարհը մեզ ոչ միայն մտերմացրել է, այլ նաեւ մարդկային որակները ավելի ցայտունա դարձրել։ Ուստի ես ուզում եմ, պարոն Ալեքսանյան, ձեզ հաջողություն մաղթել, այսպես թե այնպես մենք ձեզ ընտրելու ենք, որովհետև դուք ներկայացնում եք նոր սերունդի քաղաքական գործիչի կերպար, ինչպես նաև մեր մյուս գործընկերները երիտասարդ, որոնք վերևում են, եւ դա սերնդափոխություն է, ուզենք թե չուզենք։ Ընդդիմությունը ցանկանա, չցանկանա, եւ մեր սերունդը ողջունելով դա ամեն ինչ անելու է, որպեսզի դուք ոչ միայն հաջողեք, այլ ավելի բարձրացնեք մեր քաղաքական օրակարգը մեր երկրի համար։ Բայց այդքանով կավարտեմ, որովհետև ես այսքանը պետք է կամ չխոսեի, կամ խոսեի, որովհետև ասելիք այդտեղ չէր։ Բայց երեք ես նկատեցի, որ քաղաքական համար մեկ ամբիոնի մոտ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը եւ ոչ ավել ոչ պակաս մարտի 1-ի համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։ Դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին ես ենթադրում եմ, որ Լևոն Քոչարյանը առնվազն չի եղել 7 տարեկան, 20 տարին անցած, 21 կամ 22 տարեկան երիտասարդ տղա եղել նախագահի ընտանիքում շատ այսպես ներկայանալի դիրքում եւ ինքը ամեն ինչ պետք է տեղյակ լիներ թե ընտանիքում, թե փողոցում եւ ընդհանրապես տեղի ունեցող մարտի 1-յան դեպքերի հետ կապված։ Եթե նույնիսկ տեղյակ չեն եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել Փաստավակ խմբի զեկույցի եւ նկարահանումների հիման վրա։ Դա կորսված գարունն է։ Եվ նա երկու մասից էր բաղկացած, հատկապես ուզում եմ շեշտեմ երկրորդ մասը, որտեղ Նիկոլ Փաշինյանը որպես ամբիոնը ղեկավարող քաղաքական գործիչ ասում էր ժողովուրդ վաղը գարնան առաջին օրն է։ Այդ օրը մեզ չտվեցին։ Առավոտը 6-ից հետո տեղի ունեցան գործողություններ բիրտ։ Եվ հետո դա որակեցին որպես քննչական գործողություն։ Մոռանում են, որ ըստ օրենքի քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 7-ից հետո կապած լուսաբացի հետ։ Հետո պարզվեց, որ այդ գործողությունները նկարահանել են եւ նկարահանողների ժամը ֆիքսված էր եւ այդտեղ առաջին խախտումներն էր, բայց որպեսզի դա կարողանան այսպես փաթեթավորեն, տեղի ունեցան խարդավանքների մի հսկա ծավալի գործողություններ։ Քանի որ ես փաստացի եղել եմ միջազգային մանդատով ստեղծված Փաստավակ խմբի ոչ միայն անդամ, այլ նաև ընդդիմության կողմից ներկայացված անդամ, ես եւ Տիկին Սաֆարյանը, եւ մենք մեր աշխատանքի արդյունքում ունենալով մեր հետևում քաղաքական այն մեծ համակարգը, որը ձևված էր ընտրությունների հետ ընտրական process-ի ընթացքում, մենք կարողացանք իրացնել մի գործողություն, որը տևեց 7 ամիս եւ մենք ունեցանք 5 զեկույց։ Եվ հիմա միեդի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից։ Դրանք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը 0038 հրաման։ Հիմա եկեք հասկանանք ոնց է այդ դեպքերը տեղի ունեցել, որ կապվում է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլ իր անձի հետ։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց փետրվարի 23-ին առնչվում է մի իրողության հետ, որ մոտ է երկրի ներսում հեղափոխական իրավիճակի։ Հրավիրում է զինված ուժերի ղեկավար կազմին, որ ինչի մասնակցի միայն Մանվել Գրիգորյանը, եւ այնտեղ բոլորին այսպես իր ոճով թափ է տալիս եւ տեղնադնում ասում է, որ գնացեք եւ այլևս ձեզ չտեսնեմ, չգիտեմ, երկապահի կառուցում, եւ նրանք բոլորը երկապահի անդամներ են եղել։ Ինչպես նաեւ մեր գործընկեր Սասուն Միքայելյանը, որը նաեւ պատգամավոր էր, որին նաեւ բռնեցին հենց այստեղ ազգային ժողովի որոշման արդյունքում։ Եվ դրանից հետո ծնվում է 0038 հրամանը խիստ գաղտնի, որը Փաստավակ խմբի ձեռքին հայտնվելուց պարզ դարձավ, որ այդ խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք։ Մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն։
Եվ հիմա ուզում եմ հետ դառնամ եւ սկսենք 96 թվականից հետո ընտրությունների արդյունքում ճգնաժամը հաղթահարելու լուծում Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է հրավիրի Հայաստան եւ նշանակի վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Կարծում եմ Տեր-Պետրոսյանը սխալվեց։ Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցք անցնելու պայծ սկսած մտածում էր իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Դա ակնհայտ էր, որտեղ այդ գործողությունները սկսեցին մեկ մյուսին հաջորդել, բայց դրան զուգահեռ Հայաստանի ներսում տեղի ունենում քաղաքական լուրջ սպանություններ։ 98 թվական դեկտեմբերի 9 Վարամ Խորխորոնի, 99 թվական փետրվար Արսուն Մարգարյան։ Գիտեք ոնց, մեկ էլ պարզվում է դրանից առաջ շատ տրամաբանված Աղբան Հովսեփյանին Ռոբերտ Քոչարյանը սկզբից տանում է քննչական մարմնի ղեկավար դատախազության, հետո երբ որ արդեն իշխանությունը բավարար էր նրան գլխավոր դատախազ նշանակում է, եւ տեղի են ունենում այս սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ։ Հետո կանդրադառնում հոկտեմբերի 27-ին։ Փաթեթավորումը ո՞րն էր։ Խորխորոնու սպանությունը այդպես էլ չմնաց բացահայտված մինչև վերջերս, բայց պարզվում է 98 թվականին մինչև հոկտեմբերի 27-ը սպանողները ձերբակալված են եղել, գաղտնի պահվել են եւ հետո հոկտեմբերի 28-ից հետո նրանք բարեհաջող հայտնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հարցը չի առաջանում։ Այդ ոնց։ Ես այդ հարցը տվել եմ Աղբան Հովսեփյանից հետո նշանակված Բորիս Նազարյանին եւ ես պատասխան չեմ ստացել։ Հեռախոսով մենք մտերիմ ենք եղել, ոնց է։ Գագիկ Ջանգիրյանը չգիտի, Վազգեն Սարգսյանի մտերիմ շրջապատը չգիտես ինչա տեղ ունենում, բայց ես հիշեցնեմ, որ Պաշտպանության նախարարությունում հավաքված սպայակազմը պայման էր դրել Սերժ Սարգսյանի առաջ, որ անմիջապես ժամանակ գտնվի բացահայտվի Վարամ Խորխորոնի սպանությունը։ Դեռ չգիտենք, որ Արսուն Մարգարյանի սպանությունը հետևում սպասում է։ Արսուն Մարգարյանի սպանությունը այսպես առեղծված ինքնասպանության այս դրսևորումը երկու մահաբեր կրակոցի կամ մեկ մահաբեր կրակոցի, այդպես էլ այդ խնդիրը չլուծեց մինչև վերջերս։ Երբ որ գնում եք Եռաբլուրում, Աշթեյուրը Արսուն Մարգարյանի գերեզմանն է, որտեղ Արտաշիրիմում է տեղի ունեցել, որտեղ նոր պարզվեց, որ Արսուն Մարգարյանի ձեռքը այնպես է վնասված, որ ինքը այդ ձեռքով չէր կարա բաճկոնի հետևից կրակել գալքի։ Եվ հիմա կալանքի որոշում է կասել քննիչը վարդարացի Թիկնապաների մասով է, թիկնապաների առեղծված է, այսպես, որտեղից եկան, ուր գնացին, այդպես էլ նախաքննական մարմինը չկարողացավ լուծում գտնի, որտեղ են նրանք, որտեղից հայտնվեցին, ուր գնացին, նրանք մեկը գտնվում է Ֆրանսիայի տարածքում, գիտեմ, Արսեն անունով։ Բայց դա արդեն նախաքննական մարմնի արդեն աշխատանքը պետք է լինի, որի խնդիրը պետք է լուծում ստանա։ Հիմա գանք ինչ տեղի ունեցավ հետագա զարգացումներում։ Իշխանության խնդիր էր։ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ձևավորեցին նոր իշխանություն, որովհետեւ Վազգեն Սարգսյանը համոզված էր, որ երկրում պետքա ձևավորի համերաշխության մթնոլորտ։ Եվ դրա համար էր, որ Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշանակվեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնեմ, դա այդպեսի պահել է եղել։ Եվ խնդիրը մեր երկրում այդ մթնոլորտը պետքա ձևավորել մեր երկրի անվտանգային միջավայրը ուժեղացնել եւ ուժեղ պահելու համար։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Եվ բոլորը, որով հարստացել են, ինչի մասին խոսում են մանկապարտեզներ, ֆլան, տեղի ունեցավ միայն հոկտեմբերի 27-ից հետո։ Ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում, իրար հրմշտոց, բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Տեր-Պետրոսյանը, որպեսզի լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք։ Այդ իշխանության խնդիրը լուծվեց հոկտեմբերի 27-ով սկսվեց եւ գնաց, հիմա հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկաներից մի քանիսը դեռ կան, բայց սկսվեց վկաների այսպես շքերթ մահվան, պատահական, մեկը մահանում է Ամերիկայում Տիգրան Նազարյան, մյուսը բժշկուհին մահանում է, չգիտեմ որտեղ։ Եվ այսպես, մեկ ավտովթարից, այսպես, բայց ուր կորավ Ալիկ Հարությունյանը, ով աջակցեց ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը, որը պետք է լիներ։ Ուրա Տիգրան Ուզումյանը, դրանք կարևորագույն մարդիկ են, որոնք ազդել են քննության ընթացքի նրա շեղելու վրա։ Եվ դրա հիմնական ճարտարապետը եղել է Աղբան Հովսեփյանը, որը նաև ինչ-որ պահից նորից դարձավ գլխավոր դատախազ, հետո դատախազության դռները պաչպչելով հեռացավ, բայց մեկ այր ազդեցությունը մինչև հիմա կարծում եմ դեռ գոյություն ունի, որը պետք է չեզոքացնել, բայց քննչական փաստավակ խմբի անդամներից երկուսը իշխանություններ, երկուսը ընդդիմությունը եւ մեկը մարդու իրավունքների պաշտպանը։ Համլետ Թաթևոսյանի զեկույցից հետո հասկացան, որ ոնց որ թե ընդդիմության ներկայացուցիչները հաջողել են։
Այդ զեկույցում ընդհանրապես պարզ դարձավ, որ Համլետ Թադևոսյանը չի մահացել ընդդիմադիրների կողմից շպրտած նռնակով։ Եվ փորձագետներին, եթե դուք նայեք Կորսված գարուն ֆիլմը, դուք տեսնեք նաև կինոյի հերոսը, որը ես եմ, իմ ձայնը, միշտ այդ հարցաքննություններին, բոլոր հրավիրվածների եւ այլն, կներեք մի վարքանից։ Եվ ուզում եմ ասեմ, որ իհարկե անպայման պետքա այս լուծումները գտնել եւ դրանով պայմանավորված, որ ես որոշումը կայացրել եմ իմ պատգամական հետագա գործողությունը իրականացնեմ պետայրական հանձնաժողովում, բայց մի բան էլ ասեմ, ես նաև համոզվեցի, որ Հայաստան խմբակցության փաստացի ղեկավարի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանն է, որովհետև ըստ էության ինքն է հակադարձում այն մեղադրանքները, որը կապված է իր հոր կառավարման տարիների հետ։ Շնորհակալություն։